չկան էլ արտահայտողներ։ Դատարության մասնակիցներ սա մեղադրանքի կողմից ներկայացրած է, այսինքն հանրային մեղադրողների կողմից ներկայացրած է, դատարանը դիտում է որպես հայտարարություն, թե միջնորդություն։ Սա որպես հայտարարություն է դատարանը դիտում, մեղադրողների կողմից հնչեցրած է, հետևաբար ես արձագանք եմ նաև այս հայտարարությանը, նախ քաղաքական չեզոքություն դատարանը քաղաքական չեզոքություն ցուցաբերելու հետ կապված դատարանը քաղաքական նաև չեզոքություն է ցուցաբերել եւ պարտավոր է ցուցաբերել, որը մարդի մասնակից չի կարող արձանագրել, որ հակառակն է իր այս բային գործում։ Ինչ որ վերաբերում է մարդի մասնակիցների ելույթներին, բազմիցս դատարանը կողմերին, նաև մեղադրյալներին անվանական չմատնանշեմ, դատարանը նաև ընդհատել է հանդես գալու այդ իրավունքը, սահմանափակել է զուտ այն պատճառաբանությամբ, որ պետք է վերաբերելի լինի սույն քրեական գործին։ Իսկ նախապես բնականաբար դատարանը չի կարող տեղեկացված լինել կամ ենթադրել, թե ինչ հայտարարությամբ պետք է հանդես գա։ Ես նորից եմ կրկնում եւ վարորդի մասնակիցներին կրկին նորից դիում եմ եւ կոչ եմ անում եւ նաեւ եթե այդպիսին տեղի չունենա, ես ուղղակի կսահմանափակեմ այդ ելույթները, որ քրեական սույն քրեական վարորդից դուրս այլ հայտարարություններ չարվեն, որոնք որ վերաբերելի չեն սույն քրեական գործին, ընդհանրապես, եթե չեն վերաբերում սույն քրեական գործին, որևէ հայտարարություն չեն անում։ Երկրորդը, այն ինչ որ վերաբերում է քաոսին, դատարանը թույլ չի տա, որպեսզի քաոս տիրի, այս առաջինը։ Երկրորդը, եթե դատարանը նաև կողմին սահմանափակում է հանդես գալու այդ իրավունքից, ելույթնալու այդ իրավունքից, դա նշանակում է, որ կողմը պետք է շարունակի որևէ ձևով իր արտահայտությունները անելու կամ իր դիրքորոշումը հայտնելու։ Դա վերաբերում է եւ պաշտպանական կողմին եւ մեղադրանքի կողմին։ Վիրավորական բնականաբար արտահայտությունները ես նախորդիվել տեղեկացրեցի, որ դատարանը թույլ չի տա, եւ ի վերջո ես նախորդ դատական նիստին ձեր ուշադրությունը հրավիրեցի այն հանգամանքի վրա, որ դատարանը կարող է նաեւ սանկցիա կիրառել, որը որ ցանկալի չի դատարանի համար, կողմերին եթե պարզաբանեն, կողմը պարտավոր է ընդունել, արգել այդ ամենը եւ պահպանել լրություն այդ բային եւ նաեւ համբերատարություն, ինչպես նաեւ հարգանք կողմերը մեկը մյուսի նկատմամբ։ Սա է դատարանի դիրքորոշումը։ Սրանով մենք ավարտենք այս մասին եւ անցնենք միանգամից այն ծավալին ապացների հետազոտման, որը նախորդ դատական նիստին մեղադրողները ցանկանում են ներկայացնել եւ դատարանի կողմից հետաձգվեց, որպեսզի մեղադրողները պատրաստեն եւ ներկայացնեն այդ ծավալը։